Խորամանկի պատիժը, բուլղարական ժողովրդական հեքիաթ։ Մի հարուստ գյուղացի մի շատ լավ էշ ուներ։ Նա կարգադրել էր մշակներին լավ պահել այդ էշին, և երբ սա հարկ եղածին պես թիմարած ու ժամանակին կերակրված չէր լինում, շատ էր բարկանում տերը։ Մի երեկո մսուրում էշը սկսում է իր հարևան Եզի հոգու հետ խաղալ, իսկ Եզը առավոտից իրիկուն արտում աշխատում էր։ Իհարկե, քեզ ինչ է եղել, ասում է նրան Եզը։ Եկ ինձպես ամբողջ օրը 3 տարի չվարած արտը փորիր, այն ժամանակ կտեսնեմ քո հալը։ Ով է մեղավոր, որ գլխի չես ընկնում, թե ինչ պետք է անես, որ ամեն օր գործի չգնաս։ Հիվանդ ձևացիր, մի կեր և ամբողջ օրը պառկիր։ Մշակները կգան, վիճակդ կտեսնեն ու իմաց կտան տիրոջը։ Նա էլ կասի, որ քեզ հանգիստ տան և մի ուրիշ եզ լծեն։ Լավ ես ասում, պատասխանում է Եզը, այդպես էլ կանեմ։ Բայց տերը լսում էր այս խոսակցությունը։ Նա միայն ժպտում է քթի տակ ու ոչինչ չի ասում։ Առավոտյան մշակը գալիս է մոտն ու ասում. Տեր իմ, Եզը հիվանդ է, ամբողջ գիշեր ոչինչ չի կերել, հիմա էլ չի ուտում, պառկած տնքում ու քացի է տալիս, ինչ կհրամայես, նրա փոխարեն ջահել եզներից մեկը չլծենք։ Մարկո էշին լծեք, մինչև ջահել եզանը կսովորեցնենք վարել, վարի ժամանակը կանցնի, իսկ Մարկոյի հետ ավելի հեշտ կարելի է այդ գործն անել։ Մշակը մյուս եզան հետ լծում է Մարկոյին ու գնում արտ։ Մարկոն ծալում է ծնկները, չի ուզում վարել, բայց որ մի 2 անգամ բոթում են ետևից, կողքի եզից էլ արագ է սկսում լուծը քաշել։ Վարում է էշն ու մտքում ասում. գլուխ, մեծ ես, բայց խելք չունես։ Ինչիդ էր պետք ուրիշին խելք սովորեցնել։ Դե հիմա ամբողջ օրը եզան պես լուծ քաշիր։